Վերջին ամիսների ընթացքում դերասանուհի Ելենա Բորիսենկոն այլևս չի նկարահանվում տարբեր հեռուստասերիալներում։ Չնայած դադարին, Ելենան ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական հարթակներում, որտեղ էլ ցավալի լուրով է կիսվել։ Սեպտեմբերի 6-ին կյանքից հեռացել է վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, որի մահվան լուրը ցնցել է համացանցը։ Ելենա Բորիսենկոն լուսանկար էր հրապարակել ու գրել. «Հանգչիր խաղաղությամբ, Արտավազդ Բագրատիչ ջան»։ Լուսանկարին կից գրել էր Ելենա Բորիսենկոն։ Star News-ը ևս ցավակցությունն է հայտնում ընտանիքի անդամներին և հարազատներին։ Տարիներ առաջ, երբ դերասանուհի Ելենա Բորիսենկոն սկսեց իր կարիերան, անմիջապես դրական վերաբերմունքի արժանացավ լսարանի կողմից, սակայն այս տարիների ընթացքում նրա անվան շուրջ բազմաթիվ սկանդալային խոսակցություններ են եղել։ «Վերվարածները» նախագիծը շրջադարձային եղավ Ելենա Բորիսենկոյի կարիերայի համար։ Հենց այդ նախագծից հետո էլ նա լայն ճանաչում ձեռք բերեց, սակայն կերպարային կտրուկ փոփոխությունը ոչ միանշանակ ընդունվեց լսարանի կողմից։ Այս մասին խոսելով անկեղծացել էր Ելենան ու նշել հետևյալը. «Երբ Կարինայից հետո «Ժառանգները» հեռուստասերիալում հակահերոսուհու դեր տարա, դեմ առա հանդիսատեսի վրդովմունքին, ով չէր ցանկանում ինձ բացասական կերպարում տեսնել։ Եվ հետագա սերիալներում միշտ նյարդայնացնող ինչ-որ բան լինում է։ Մեկ իմ երկարողերը, մեկ մազերի գույնը, իմ հերոսուհին խմում էր և դա երբեմն զայրացնում էր, մեկ ես չափազանց ուժեղ կնոջ դեր էի տանում։ Մի խոսքով, այնինչ Կարինան չէր, վատ էր, ու մինչև օրս էլ ինձ որպես Կարինա են հիշում։ Պարզապես դա Հայաստանում առաջին սերիալն էր, չափազանց վարկանշային և սիրելի, և իմ հերոսուհուն պարզապես պաշտում էին։ Սկզբում շատ էի մտածում, քանի որ մինչև Կարինան բազմաթիվ լուրջ դերեր էի խաղացել թատրոնում, և դրանք ոչ մեկին պետք չէին։ Այն ժամանակ իմ մտերիմ ընկերուհին հաճախ կատակում էր ասելով, թե Կարինան իմ լավագույն դերն է։ Սակայն այդ հերոսուհու շնորհիվ ես երկրպագուներ ձեռք բերեցի, ովքեր երկու խմբի բաժանվեցին։ Կարինային սիրողներն ու նրանք, ովքեր իմ մեջ լուրջ դերասանուհի տեսան։ Նրանք հետևում են իմ արվեստին, հրաշալի նամակներ են գրում և սպասում են կինոյում իմ լուրջ աշխատանքներին»։ Անկեղծացել էր Ելենան։ Դերասանուհին հաճախ նաև հայտնվել է քննադատությունների կենտրոնում իր անձնական կյանքի մանրամասների պատճառով։ «Ինչ ինձ հիշում եմ, միշտ սիրահարված եմ եղել։ Եթե իմ կյանքում ոչ ոք չի լինում, ինքս ինձ համար մի կերպար եմ ստեղծում և դրանով ապրում եմ։ Առաջին անգամ սիրահարվել եմ մանկապարտեզում։ Այդ տղայի հետ մենք միշտ միասին էինք, նրա քույրն էլ մեր բակում էր ապրում, այնպես որ բակում էլ էինք շփվում։ Հետո, իհարկե, հասկացանք, որ այդ ամենը լուրջ չէ»։ Դպրոցում ևս Ելենան սիրահարված է եղել, ընդ որում իր համադասարանցուն։ «Այդ տղան էլ իմ հանդեպ անտարբեր չէր, բայց նա այդպես էլ չիմացավ, որ ես իրեն սիրում եմ։ Հետո նա վաղաժամ հեռացավ կյանքից, ու երբ մեր ընդհանուր ընկերներից մեկն իմացավ զգացմունքներիս մասին, շոկ ապրեց, ասաց՝ գոնե նա իմանար, որ դու էլ սիրահարված ես իրեն»։ Իսկ ահա առաջին լուրջ հարաբերությունները դերասանուհին կառուցել է 10-րդ դասարանում, բայց խուսափել էր ասել, թե ում հետ, նշելով, որ նախկին ընկերոջն այսօր շատերն են ճանաչում։ Հետո, երբ նրա հետ հարաբերություններն ավարտվեցին, ես շատ ծանր էի տանում այդ հանգամանքը։ Նա ասաց. «Քեզ շատ եմ սիրում, բայց մենք իրար համար չենք»։ Այն ժամանակ դա ինձ համար մեծ ողբերգություն էր, բայց հետո մոռացա այդ ամենը, խոստովանել էր դերասանուհին։ Նա շեշտել էր, որ սերը զուտ խոսք չէ, այլ ենթադրում է արարք, և եթե տվյալ տղամարդը պատրաստ չէ հանուն կնոջ կոնկրետ արարքների, ավելի լավ է նրանք բաժանվեն։ Եթե ես մեկին ջնջում եմ իմ հիշողություններից, նրան վերադարձնել այլևս հնարավոր չէ։ Այդ նույն սկզբունքով ամուսնությանս հանգամանքն եմ գլխիցս ջնջել։ Վերջին շրջանում դերասանուհու անվան հետ կապված ամենատարածված խոսակցություններից մեկն այն էր, որ Ելենան հարաբերությունների մեջ է ամուսնացած տղամարդու հետ, ու բավականին սկանդալային այս թեմայի մասին խոսելիս Ելենան նշել էր. «Ես երբևէ ոչ մեկի ընտանիքը չեմ քանդել, ես երբևիցե չեմ հանդիպել ամուսնացած տղամարդու հետ, ես ազնիվ եմ, հանգիստ եմ, իմ խիղճը հանգիստ է»։ Դերասանուհու համար ծանր թեմաներից է նաև մայրությունը, որի մասին նա հետևյալն էր ասել. «Ես միշտ երեխա սիրել եմ, միշտ երեխաների հետ լեզու եմ գտել։ Ես ունեմ շատ լուրջ խնդիր, ու չկա երկիր մոլորակի վրա երկրորդ մեկը, ով իմ խնդրից ունի»։ Ելենայի խոսքով, հենց այդ խնդրի պատճառով է, որ ինքը դեռ չի կարողացել մայրանալ։
Ամալիա Հովհաննիսյանի «Լուք ընդվես» հաղորդմանը նույնպես Ելենան մասնակցել էր։ Ելենան վերջին մի քանի տարվա ընթացքում հասցրել է մի շարք հարցազրույցների մասնակցել, եւ Star News-ը նկատել է, որ դերասանուհու հարցազրույցները նման են անվերջ արդարացումների շարքի, մասնավորապես կապված ամուսնացած տղամարդու հետ հարաբերություններ ունենալու թեմայի մասին։ Այս զրույցը ևս բացառություն չէր, եւ դերասանուհին հերթական անգամ այդ մասին խոսելիս նշել էր. Այդ ամուսնացած տղամարդու 7.40-ը վաղուց տվել եմ արդեն։ Եթե մարդ ապրում է 8 տարի միայնակ եւ դու հետո այդ վերջին մի քանի տարին իր հետ ապրում ես, ինքը ամուսնացած է։ Այդ նույն տղամարդն ինձ համոզում էր, որ 7 տարի ամուսնացած չեմ եղել, քանի որ ԶԱԳՍ-ի թուղթ չունեի։ Ինքը դե յուրե թղթերով ամուսնացած էր։ Ես այդ մասին չէի խոսի, եթե այդ թեման արդեն համացանցում չհայտնվեր։ Թեման համացանցում հայտնվեց, որովհետև իմ լուսանկարների տակ կանայք գրում էին, որ ես ամուսնացած տղամարդու հետ եմ ապրում։ Ինձ համար էլ դա նորություն էր։ Դա անում էին հստակ այդ տղամարդու անվերջ ցուցակից ինչ-որ կանայք։ Ես մտածում էի, պետք չի այդ թեմային դիպչել, բայց դրանից հետո, երբ եկա հյուր, ես տեսնում եմ այդ հիվանդ կնոջը, նիհար, հյուծված, նյարդային, այնինչ խոսում էի հստակ չէր։ Հոգեպես անկայուն վիճակից ես հյուծված էի եւ նաեւ հիվանդ։ Ես ինքս ինձ խաբելու մեծ վարպետ եմ, բայց հույսով եմ, հիմա այլևս դա չեմ անի։ Հարցազրույցը դիտելուց հետո հարց է առաջանում. Հարգելի Ելենա, եթե իսկապես մեղավոր չես եւ հարաբերություններ չես հաստատել ամուսնացած տղամարդու հետ, ապա ինչու ես տարիներ շարունակ խոսում այդ մասին եւ փորձում անդրադառնալ այդ թեմային։ Անվերջ անդրադառնում են միայն մեղավորները եւ արդարանում, բայց անընդհատ արդարացումներն անմեղ չեն դարձնում եւ զոհի կերպար չեն ստեղծում։ Իսկ եթե սա ընդամենը PR-վելու եւ քո մասին մոռանալ թույլ չտալու միջոց է, ապա ավելի լավ է PR-վել ստեղծագործական հաջողությունների, այլ ոչ թե անձնական կյանքի տհաճ մանրամասների հաշվին։ Սրտի տանիքներով հաղորդմանը Ելենան նույնպես հյուր էր։ Անդրադառնալով իր առաջին ամուսնությանը, Բորիսենկոն նշել էր, որ ամուսինը սկզբնական շրջանում իրեն բամբակների մեջ էր պահում։ Իմ կյանքում ամեն ինչ այնպես է դասավորվել, որ իրենք բաժանման որոշումը կայացնելու պատասխանատվությունը թողել են ինձ վրա, բայց իրենք դա արդեն արել են։ Դա շատ բարդ է։ Իմ վերջին ընկերը երբ կար, հիմա էլ չկա։ Դա ուղիղ 1 տարի առաջ էր։ Իրեն ասացի, երբ չես սիրում, չես դավաճանում։ Մարդը դավաճանում է այն ժամանակ, երբ սիրում է, ու ինքը ընկավ հիստերիայի մեջ։ Ես նայեցի իրեն ու ասացի, փաստորեն դու ինձ սիրում ես ու դավաճանում ես։ Այդ պահին հիշեցի, որ երբ ամուսինս եկավ տուն, ես ձևացրի, որ քնած եմ։ Նա գրկեց ինձ ու ես այդ պահին շրջվեցի ու ասացի, դու ինձ դավաճանել ես։ Հաղորդման ընթացքում պարզվել էր նաև, որ դերասանուհու ամուսինը կյանքի ինչ-որ էտապում տարվել է խաղերով, ինչի պատճառով էլ կորցրել են քաղաքի սրտում գտնվող իրենց բնակարանը։ Դե իսկ Star News-ը այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։